ուրեմն միասին բացենք Եփեսացիների 5:22 Մի քիչ գովանք մեր կանանց սեռի ներկայացուցիչներին Աստծո խոսքի իման վրա նաև խրատենք Ուրեմն Եփեսացիս 5:22 խոսքը Ասմակիները իրենց այրերուն հնազան լինել Գիտեք ինչի համար ասա ասում Եղբայրներ բոլորովը կխնդրեմ նստեք Կարգ ու կանոններ Թանկագիններս ասեմ գիտեք ինչի համար կանանց ասում ձեր ամուսիններին հնազանդ լինեք, որտեղ դա է Տիրոջ կամքը։ Ուզես չուզես դու պետք է հնազանդ լինես։ Եթե դու հնազանդ չլաք քո ամուսնուն, ձեր ընտանիքում միշտ խնդիր ալնելու, որովհետև ամուսինները գիտեն իրենց իշխանության մասին, դա Աստվածը դրե իրանց մեջ։ Ասմակիները իրենց այրերուն հնազանդ լինեն, որպես թե Տիրոջը։ Քանի որ այրը իր կնոջ գլուխն է։ Լսում եք ինչ ասում, որպես թե Տիրոջ է։ Ասմականայք հնազանդել եք ձեր այրերուն, որպես թե Տիրոջ է։ Ամեն կա։ Լավ է, կա։ Որպես թե Տիրոջ է։ Քանի որ այրը կնոջ գլուխն է, ինչպես Քրիստոսն էլ եկեղեցու գլուխն է, եւ ինքը մարմնի փրկիչն է։ Հիմա թանկագիններս, սիրելի կանայք, եթե ուզում եք, ես գիտեմ, որ 100% ուզում եք, բայց միևնույնն է եթեն կա։ Ձեր ընտանիքում իշխի սերը, չեմ կարծում, որ ստե լինի մի կին, որ չուզենա իր ընտանիքում սերը իշխի։ Եթե ուզում ես քո ընտանիքում սերը իշխի, գումարած խաղաղությունը, գումարած արդարությունը, գումարած առողջությունը, գումարած հարստությունը, գումարած երջանկությունը եւ գումարած, որ ձեր երեխաները մեծանան առողջ ընտանեկան մթնոլորտում եւ դառնան աստվածապաշտ եւ հաջողակ մարդիկ, հնազանդ եղեք ձեր ամուսիններին։ Յուրաքանչյուր ամուսին իր կնոջից եւ երեխաներից գիտեք ինչ ակնկալում, կամ սպասում, կամ պահանջում հնազանդություն։ Ամեն։ Սա Տիրոջ պատվերն է։ Ես ասեմ, այդ գենը դրված է ամուսնու մեջ, ինքը սպասում է դրան։ Եթե կինը իր կամքով չի հնազանդվում, աշխարհիկ մարդկանց մասին եմ խոսում, գավազանը գործի է դրվում։ Էդ է։ Հիմա անցնենք տղամարդկանց։ Սիրելի կանայք, աղոթք արեք միշտ ձեր ամուսինների համար եւ գոհացեք Աստծուց նրանց համար։ Ինչ որ այա, էդ է։ Քո ընտրությունն է։ Ասեմ, քո ընտրությունն է, չէ՞։ Եթե դու ընտրել ես ուխտի մեջ ես մտե վերջ։ Ամեն բան փակված է։ Հիմա անցնենք տղամարդկանց 25-րդ խոսքը հետևյալն է ասում։ Այրեր, սիրեցեք ինչ որ բանը, ամուսնություն ծնեմ, չէ՞։ Պսակադրություն։ Ասում է այրեր, սիրեցեք ձեր կանանց, ինչպես Քրիստոսն էլ սիրեց եկեղեցին եւ անձը մատնեց կամ իր կյանքը դրեց։ Հիմա տղամարդկանց մի հորդոր։ Ամուսնացած տղամարդկանց մի հորդոր եւ չամուսնացածներին խրատ։ Սիրելի տղամարդիկ, եթե ուզում եք ձեր կանայք ձեզ հնազանդ լինեն, սիրեք նրանց։ Տղերք, ով ամուսնացած է, մի հատ թափարեք։ Ամուսնացած տղերք են։ Այ մարդ էսի քիչ են։ Ընդ ահա։ Ոստե մեհերը, սակը, մայիսը նարեկը։
Թանկագիններս յուրաքանչյուր կնոջ գենի մեջ մի բան ա դրված, ինքը իր ամուսնուն սպասում է, ջերմ խոսքեր, ջերմություն, չգիտեմ, գուզես երգ գրա քո կնոջ համար, խնդիր չկա։ Էլի խնդիր չկա, Սիանուշ կուր։ Գնա հարի աղբերներ, լսում եք, գնա հարի ու ասա ես քեզ սիրում եմ, փակագծները բաց ասում եմ, խնդիր չկա, ինչքան ասես այնքան լավ, ինչքան շատ ասես քեզ սիրում եմ, այնքան շատ կնազանդվեն, Գարցով էր միշտ, մի բան ասեմ ես էզի թանկագիններ, Կարլ Գուստավին գիտեք, չէ, Իրանը հարցազրույց են վերցնում, Իրանից ասում են, եթե քո կյանքը նորից երիտասարդությունից սկսեին ու նորից մտների ծառայության մեջ, ինչ կլրացներ, ասում են շատ ընտանիքի ժամանակ կտրամադրի։ Ինքը շատ է ծառայությունների մեջ էլ, ընտանիքին ավետարանի չա երկրից, օրինակ ասեն կարան մի ամսով էթան մի երկիր ու շատ ուշ կան, բայց թանկագիններս մի բան ասեմ, ինքը արդեն մեծ տարիքում ասում է շատ ժամանակ տրամադրեք ձեր կանանց, լսում եք եղբայրներ, այսքան Աստված ցույց կտա, իմաստություն կտա։ Ոչ ընտանիքիդ բռնես կոյնես։ Այսինքն թանկագիններս էդի մի խոսքով ժամանակ ծառայողներ կան իրանց ընտանիքի ժամանակ չեն տրամադրում, ծառայություն աստծգարց ընտանիքն դե դուժում է։ Սա սխալ է։ Լավ թանկագիններս։ Հիմա երկու տեղ էլ կարդամ Առակաց 12:4 արագ ու անցնենք մեր թեմային։ Առակաց 12:4 ամեն բան ընկավ չէ իր տեղը։ Շատ լավ է։ Տասներկուսի 4 ասում է առաքինի կինը իր ամուսնու պսակն է, ասեք պսակ, պսակը ինչպիսի գործողություն է կատարում, պսակը թագն է նույն, գիտեք չէ, պսակը զարդարում է, գեղեցկացնում է, պսակը պատիվ է բերում, չէ, պսակը փառք է, այսքան սիրելի կանայք, դուք կարաք ձեր ամուսիններին լինեք գեղեցկացնող, պատիվ բերող ու փառավորող եւ կարաք նույն հակառակ գործողությունը կատարեք։ Կարաք անարգանք բերեք, տեսե շարունակությունն ասում է, առաքինի կինը իր երկանը պսակ է, բայց նախատինք բերողը նրա ոսկորներին փտությունը։ Գիտեք ինչ է նշանակում ոսկորներին փտություն, որ այնքան է ներշնչում ամուսինը իր կնոջ վատ վարքի համար, որ հիվանդանում է։ Մի բան ասեմ, երբ որ այդած բժշկի ու առողջական խնդիր ունենաս, բժիշկը ասա, ուրախացի եւ այլ, չէ։ Լսել եք այդ ձեր բան, դա ճիշտ է, դա ճշմարտություն է։ Ուրախությունը թանկագիններս, գիտեք ինչ է բերում առողջություն։ Իսկ տխրությունը քո առողջությունը գողանում է, տխրությունը քո առողջությունը գողանում է։ Դրա համար Տերն ասում է ուրախ եղեք, դարձյալ ասում եմ ձեզ ուրախ եղեք։ Ուզում եմ նաև կարդանք 14-ի 1-ը, այս խոսքերի վրա շատ չեն կանգնի։ 14-ի առաջի խոսքը ասում է իմաստուն կանայք իրենց տունը կառուցում են, բայց հիմար կինը նրան ձեռքով փլցնում է։ Հետաքրքիր է գիտեք որնա որ չի ասում իմաստուն տղամարդ իր տունը կառուցում է եւ հիմար տղամարդ իր տունը փլցնում է։ Չգիտես ինչի պատասխանատվությունը կնոջ վրա է Աստված թողում։ Կարանք Ադամին ու Եվային օրինակ վերցնենք, թանկագիններս Եվան փլցրեց ամեն բան իր անհնազանդությամբ։ Հիմա հետաքրքիր մի բան, որ թանկագիններս ուզում եմ ասեմ ես ձեզի։
Մենք այսօր խոսալու ենք, գիտեք ինչից, խոսալու ենք պատերազմից, հոգևոր պատերազմից։ Մեր սերվա թեմայի վերնագիրը հոգևոր պատերազմ։ Ասենք թեմային թանկագիններ։ Հիմա ով է տեսել մի հատ ֆիլմ կա Царство небесное։ Երևի սա տեսած կլնեք։ Տեսող չէ՞լ է։ Ով է տեսել თუ ձեր բարձրացնա։ Շատ գիտեք մի հատ բան ասեմ, մի հատ կարճ դրվակ պատմեմ, շրջան Երուսաղեմ քաղաքի համար քրիստոնյաներն ու մուսուլմանները պատերազմ են անում Երուսաղեմի համար, Սուրբ քաղաքի համար, ես ձեզ ասեմ։ Ու դե շատ լուրջ պատերազմներ ա իթում, ես այդ ֆիլմը երբ որ տեսա մի բան հասկացա, որ այդ նույն պատերազմը այսօր իթում է մեր մեջ։ Մարմնի եւ հոգու կռիվ ա իթում։ Գիտեք, ընդ մարդկանցին սպանում, արիներ թափվում, ես մի բան ասեմ ձեզ, սիրելիներ, որ այդ նույն կռիվը մեր մեջ ա իթում։ Դու կամ մեղքի սպարտվում ես, կամ մեղքն է քեզնից քո հոգուց սպարտվում։ Նորից ասեմ, կամ թանկագինս, դու մեղքից կպարտվես, մեղքը քեզի կհաղթա, կամ էլ հոգին մեղքին կհաղթա։ Այստեղ եք սիրելիներ։ Այսինքն դու պատերազմի մեջ ես։ Ուզենաս, թե չուզենաս, թանկագինս, դու պատերազմի մեջ ես։ Ամեն։ Հիմա ուզում եմ սիրելիներ բացենք Եբրայեցիս 12-րդ գլուխ 4-րդ խոսքը։ Այդքան նոր կտակարան։ Եբրայեցիս 12-4։ Տասներկերորդ գլուխ 4-րդ խոսքը։ Տեսեք ինչ ասում է տակավին արյուն թափելու չափ, տակավին արյուն թափելու չափ պատերազմելով հակառակ չկանգնեցիք մեղքին։ Սա ինչ նշանակում թանկագիններ։ Որ մենք յուրաքանչյուրս գիտենք մեր կյանքում մեղք կա։ Կամ սխալներ կա, որոնք որ Աստծո սրտով չէ։ Բայց գիտեք հետաքրքիրը որն է, որ առաքյալը հետաքրքիր մի բան ասում։ Ասում է դուք ամբողջ ուժով ձեր մեջ եղած մեղքին կամ սխալներին դեմ կռիվ չտվեցիք։ Այստեղից ժողովուրդ ջան սկսվում է մեր պարտությունը։ Չի ասում դուք չեք պայքարում, ասում է դուք ամբողջ ուժով չեք պայքարում, ասում է դուք արյուն թափելու, տեսեք ինչ է շեշտում, արյուն թափելու չափ, եթե արյուն բառը շեշտվում է, նշանակում է այդ կռվի մեջ, հոգու եւ մարմնի կռվի մեջ շատ ուժեղ կռիվ է այդում։ Հետաքրքիր մի հարց եմ ուզում տամ, կա ստե մարդ, որ չգիտի իր թույլ կողմերը։ Հարց եմ ուղղում։ Կա ստե մարդ, որ չգիտի իր թույլ կողմերը, կամ մեղքեր ասեմ, կամ սխալներ ասեմ։ Բոլորս գիտենք։ Եթե դու քո մեղքը կամ քո սխալը գիտես ու ամբողջ ուժով չես պայքարում դրա դեմ, լսի, դու պարտվելու ես։ Պարտվելու է քո ամուսինը, պարտվելու են քո երեխեքը, պարտվելու են քո թոռները, քո սերունդը։ Հասկացաք ինչ լուրջ իրավիճակի մասին է խոսքը։ Թե չենք հասկանում։ Եթե թանկագինս ուզում ես քո սերունդը, քո երեխեքը իշխանություն վերցնեն մեղքի վրա, իրանք իրենց ողջ կյանքի ընթացքում օրհնված ու երջանիկ լինեն, դու պետք է ամբողջ ուժով պայքարես այն մեղքի դեմ, որ կա քո մեջ։
Թող ոչ ոք չասա ես մեղք չունեմ, բայց եթե դու պայքարում ես մեղքի մեջ, շատ լավ է որ դու պայքարում ես։ Ես ուզում եմ որ քո պայքարը սաստկացնես։ Լսի, եթե դու մի բանի համար պայքարում ես ու քո ուժը չի հերիքում ծոմ վերցնա, եթե դու ծոմ ես վերցնում, էլի չես կարող հաղթահարես, գնա քո հովի, քո ավագի մոտ։ Ամեն, թանկագինս, քո սերունդը քո մեղքի պատճառով անեծքի մեջ անգնելու, դևերը տանջելու են քո սերունդին, ով քրիստոնյա։ Հասկանում եք թանկագիններ ինչի մասնախոսքը, ասում է արյուն թափելու չափ պատերազմելով հակառակ չկեցակ մեղքին, կար պայքար, բայց արյուն թափելու աստիճան չէր։ Կա անտարբերության մի հատ մասնիկ, որը որ դու կռվում ես, բայց ինչ-որ մի տեղել ես քարտը համաձայնվում ես այդ մեղքի հետ։ Եթե դու ամբողջ ուժով պայքարես, դու կհաղթես։ Ու գիտեք, ինչ քո սերունդները օրհնություն կժառանգեն։ Գիտես, սիրելիս, այն ընտանիքում, որտեղ որ մեղք կա, այդ մեղքը փոխանցվում է երեխուն, որտեղ ինքը էդ է տենում։ Դու գիտես իմի ինչ մեղք ունես, դու քո մեղքը, որ քո մեջ կա, քո մեծերից ես դու դա վերցրել, որտեղ քո մեծերը չեն պայքարը դրա դեմ։ Եթե դու չես ուզում այդ նույն անեծքը փոխանցվի քո սերունդին, դրա դեմը դու կարաս կանգնես Քրիստոսի արյան զորությամբ, թանկագինս։ Ամեն։ Ես ուզում եմ հիմա խոսամ մի ազնվորության մոսի, որը անունը Էվան Ռոբերտսը։ Ով է Էվան Ռոբերտսը։ Էվան Ռոբերտսը 1800 թվականների մի երիտասարդ տղա էր, որի հայրը հանքափոր էր։ Ինքը 11 տարեկանում իջնում է արդեն իսկ այդ հանքեր, որ քարացուխ, չգիտեմ, ստանան։ Ու գիտեք, ինքը ասում է, երբ որ 10 րոպե պերերի վերելնում ինքը Աստվածաշունչն էր բացում։ Թանկագինս ես մի բան եմ ուզում ասեմ։ Հիմա ես հարց եմ տալու ու կանգնելու եմ։ Դու արդյոք բոլորից շատ սիրում ես Աստվածաշունչը։ Քո ամուսնուց էլ շատ ես սիրում։ Հա? Ամուսնուց էլ շատ ես սիրում։ Կնոջից էլ շատ ես սիրում, տղերք։ Ինչքան ես դու սիրում Աստվածաշունչը, դու այդքան ես սիրում երկնքի Աստծուն։ Հիմա ասեմ թանկագիններս մի բան։ Լսում եք։ Էվան Ռոբերտսը ով էր։ Էվան Ռոբերտսը թանկագիններս մի տղա էր երիտասարդ աղքատ ընտանիքից, որ կանգնեց Տիրոջ առաջ ու ասեց Տեր, կոտրիր ինձ։ Ու ինքը ասում է գիշերները արթնանում էր աղոթք էր անում իր ազգի արթնության համար։ Ու գիտեք, ասում է մի օր Աստված ցույց տվեց Էվան Ռոբերտսին, որ իր ազգը ապաշխարելու է, 100,000 մարդ ապաշխարելու է։ Ու գիտեք, մի օր այդ տեսիլք իրականություն է դառնում, 100,000 մարդ։ Գիտեք, հետաքրքիր է որն է, ասում է խաղատները փակվեցին, ոստիկանատները փակվեցին։ Ասում է ձիերն ու էշերը էլ չին կառավարվում, որտեղ մարդիկ հայոյությունը թողել էին, իսկ այդ էշերին հայոյելով են ղեկավարում։ Ասում ոստիկանները գործ չունեին, երգում էին ուղղակի։ Դու էստեղ եք թանկագիններ։ Սիրելիս մի բան ասեմ ես քեզի, եթե այս խոսքը դու սիրես բոլորից շատ, քո կյանքում հրաշքները կսկսվեն։ Եթե դու հաղթահարես քո ծնությանը, հրաշքները կսկսվեն։ Թանկագինը սատանա սրանից է վախենում։ Մենք օրվա մեջը 15 րոպե Աստվածաշունչ ենք կարդում, ասում ենք մեր կյանքում հավատք բարձրանա։ Դու հազիվ քո հավատքը պահես այդ ձևով։ Ավելին եմ ուզում ասել։ Մենք սիրելիներ ամեն 3 շաբթի ժամի քանիսին արեք ջան աղոթքը։
Ժամի 2-ին ստե ունենում ենք եկեղեցական աղոթք։ Ես հորդորում եմ բոլորիդ ներկալնեք։ Եկեղեցական աղոթք ենք ունենում ժամը ամեն 3 շաբթի ժամը 2-ին։ Մի բան ասեմ թանկագինս, քո աղոթքը ավելի շատ բան կարա փոխա, քան քո խոսքերը։ Բայց մի բան կա սիրելիս, եթե քո աղոթքը հոգուց է գալիս։ Մարմինը առանց հոգու մեռած է։ Այսօր աղոթքների 80-90%-ը մեռած աղոթքներ է։ Գիտեք ինչի համար, որտեղ քո բառերի մեջ հոգի չկա։ Քո բառերի մեջ հոգի չկա։ Դու ասում ես Հիսուս ուղղակի Հիսուս բառը հնչեց գեղեցիկ, բայց իր մեջ հոգի չկա։ Թանկագինս գործ կառաքելություն աղոթք արեցին այդ շենքը դղրդաց։ Աստված այսպիսի աղոթքներ է ուզում սիրելիներ, եւ մենք ասում ենք արթնություն ունենանք թանկագիններ։ Սիրելիս, եթե հավատքը բարձրանա, ամեն բան կփոխվի քո կյանքում, քո շրջապատում։ Մի բան եմ ուզում ասեմ, ժողովուրդ ջան։ Եթե դու փոխվես, ամեն բան կփոխվի, քո երկիրը կփոխվի։ Ես էլ քո հետ։ Եթե մենք դառնանք հավատքի հերոսներ, մեր շրջապատը փոխվելու է, ժողովուրդ ջան։ Ամեն բան է փոխվելու, ամեն բան։ Հետաքրքիր հիմա մի բան եմ ուզում ասեմ։ Մենք ինչ ենք մտածում։ Ինչ որ դու մտածում ես, դու այն էլ խոսում ես։ Տենց հա թե չէ։ Ինչ որ դու խոսաս, այն էլ կգործես։ Ինչ որ դու գործես, դա կդառնա սովորություն։ Եվ ինչ որ դարձավ քո կյանքում սովորություն, դա կդառնա բնավորություն։ Եթե դա դարձավ բնավորություն, բնավորությունը կդառնա ճակատագիր։ Այսինքն թանկագիններս քո միտքը հետագայում դառնում է քո ճակատագիրը։ Իսկ միտքը պատերազմի դաշտ է։ Այստեղ եք թանկագիններ։ Քո միտքը պատերազմի դաշտ է։ Սատանան ուզում է, որ ինքը քո միտքը ղեկավարի, որպեսզի քո ճակատագիրը խեղի։ Ամեն թանկագինես, եթե դու Աստծո խոսքը լսնում ես քո մտքի մեջ, այ Աստված կդառնա քո ճակատագիրը, Աստծո ծրագրերը կդառնան քո ճակատագիրը, բայց եթե դու Աստծո խոսքով չես լսնում քո միտքը, աշխարհն է լսնում քո միտքը, դևերն են լսնում քո միտքը, այստեղ եք սիրելիներ։ Հալելույա։ Ժորժան, մի բան ես կարամ ասեմ, երբ որ ուսումնասիրում ենք Սմիթ Վիգլսվորթի կյանքը, չգիտեմ ինչքան գեներալներ, որ կա իրաց կյանք, իրանք անդադար այս խոսքը կարդացել են, այս հրաշք խոսքերը, անդադար։ Երբ որ 5 րոպե ժամանակ են ունեցել, բացել են, կարդացել են, 10 րոպե ժամանակ են ունեցել, բացել են, կարդացել են։ Բայց այս հրաշալի զորության երկնքի խոսքերը, Աստծո միտքը, գաղափարը մենք ունենալով մեր ընտանիքներում մենք չենք բացում։ Գիտեք ինչի համար, որովհետև ծույլ ենք։ Թանկագինս, որքան ես դու սիրում Աստծո խոսքը, դու այդքան ես սիրում Աստծուն։ Ինչքան ես դու սիրում, այդքան ես դու սիրում երկնքի Աստծուն, թանկագինս։ Ամեն։ Հիմա ուզում եմ բացենք, Ժորժ ջան, ուզում եմ բացենք Առաջի Կորինթացիս 9-րդ գլուխը։ Առաջի Կորինթացիների 9-րդ գլուխ 27-րդ խոսքը։ Ահա։ Ուշադրություն դարձրեք։ Մենք երբ ենք հաղթում, երբ որ արյուն թափելու չափ պատերազմում ենք մեղքին։ Հիմա նայեք, թե ինչ ասում առաքյալը։ Առաքյալն ասում է, ես իմ մարմնին ճնշում եմ։ Ես
իմ մարմնին ճնշում եմ, ասում է առաքյալը։ Առաջի Կորինթացիս 9:27։ Հիմա տեսեք թանկագներ, ինչ է նշանակում ճնշել։ Ինչ է նշանակում ճնշել։ Ճնշել նշանակում է նեղացնել։ Ճնշել թանկագինս նշանակում է սքի մեջ պահել։ Եթե դու սիրելիս քո մարմնին ճնշում ես, դու կհաղթես։ Որտեղ հոգին մարմնին եւ մարմինը հոգուն հակառակ է ժողովուրդ ջան։ Նա ճնշում է, Պողոսը ասում է, ես իմ մարմին ճնշում եմ։ Ինչի համար, որպիսի հաղթեմ, նվաճեմ, գրավեմ, ինչին, մարմնին, մեղքին։ Ամեն ժողովուրդ ջան։ Եթե դու քո մարմին չկարողացար ճնշել, օրինակ սովի մեջ պահել, դու չես հաղթի։ Եթե ուզում ես թանկագինս քո սերունդները օրհնություն ժառանգեն, դու պետք է հաղթես մեղքին, տարբերակ չունենք ժողովուրդ ջան։ Բացարձակ տարբերակ չունենք։ Ասում եմ, բայց ես իմ մարմին կճնշեմ ու կնվաճեմ, որպեսի թե ուրիշներին քարոզելուց հետո ես ինքս խոտելի չգտնվեմ։ Հիմա ժողովուրդ ջան, ամենադժվար եւ գլխավոր պատերազմը քո հին մարդու դեմ կատարած հաղթանակն է։ Եթե դու քո հին էությանը հաղթես, ամեն բան կհաղթես։ Ո՞վ է հասկանում ինչ եմ ես խոսում։ Եթե դու քո մեղքի բնություն ունեցող մարդուն հաղթես, դու ամեն բան կհաղթես։ Ժողովուրդ ջան, սա է Աստված մեզանից սպասում, սա։ Ամենադժվար պատերազմը, երբ որ դու պայքարում ես քո հին էության դեմ։ Իչնում եք Պողոս առաքյալն ինչ ասում, ասում է, ով կազատի ինձ այս մահկանացու մարմից, ասում է, այն ինչ որ ուզում եմ չեմ կարողանում անեմ, այսինքն այն ինչ որ Աստված ուզում է որ մենք անենք, շատ ժամանակ չեն կարողանում, բայց ասում է, այն ինչ որ չեմ ուզում անեմ, անում եմ։ Դա որ ես ասում եմ, այս հեռախոսը մի անգամից հիշում եմ, Աստված ասում է հերիքա վերցնես թերցես։ Չես ուզում, Աստված ասում մի արա, բայց դու չես կարող չանես, անում ես էլի։ Աստված ասում է գնա աղոթքի, Սուրբ Հոգին ասում է, բայց դու չես եթում։ Ինչի համար, որտեղ մարմին չես կանում հնազանդեցնես Տիրոջը։ Հիմա թանկագիններս քո հին մարդու դեմ կատարած հաղթանակն է ամենակարևոր հաղթանակը։ Եթե դու կարողացար խաչել կամ սպանել քո հին մարդուն, նորից եմ ես կրկնում, եթե դու կարողացար խաչել կամ սպանել քո հին մարդուն, համարիր, որ քո բոլոր պատերազմները կհաղթես։ Քո բոլոր պատերազմները, քո դեմ լիքը կռիվ կա անելու, ճիշտ է։ Երեխեքի դաստիարակություն, աղոթեմ ամուսինս փոխվի, միասին ծառայենք։ Սրանք հաղթում ես, հետո ասում ես, ուզում եմ ես ծառայող դառնամ, ավագ դառնամ, խմբակը ունեցար, ուզում ես որ խմբակը մեծանա, եկեղեցին մեծանա։ Գիտեք ես առավոտը ինչ եմ թեյումն էին ասում։ Ասում եմ, ուզում եմ, որ մենք կողքը մեծ դահլիճ ունենանք, ու այդ դահլիճը 3 անգամ հավաքույթ լինի։ Չգիտեմ, դուք ուզում եք թե չէ։ Ամեն։ Ժողովուրդ ջան, հիմա նայեք մի բան եմ ուզում ասել։ Մեր բոլորի նպատակը ի՞նչն է։ Արթնություն։ Որ մեր շրջապատող մարդիկ Տիրոջը ճանաչեն, դառնան հոգով երկրպագողներ։ Մեր երազանքը որն է, որ սենց աչքներս բացենք, դրանք ամբողջ քյավառը, Կիրակի օրը, ձեռքները բարձրացրած, երկրպագում են Աստծուն։ Մի բան ասեմ սիրելիս, եթե դու թույլ տաս Տերը կոտրի քեզի, խոնարհվես, Աստվածաշունչը ձեռիցդ չգցես, եւ անդադար աղոթների մեջ լինես,
Դու կտեսնես այդ հրաշքը։ Եթե դու ծուլանում ես, աղոթես, Աստվածաշունչը վերցես, դա մենք չենք տեսնի։ Թանկագիններս, ասում եմ, գործ կառաքելություն բոլորը մեկ սիրտ եւ մեկ հոգի ունեին։ Մենք ստե բոլորս մեկ սիրտ, մեկ հոգի ունենք։ Եվ մեր բոլորիս միտքը, երազանքը, տեսիլքը, որ մեր քաղաքը Հիսուսին ճանաչի։ Դու ճանաչել ես Հիսուսին եւ պետք է ցանկանաս, որ քո կողքին էլ ճանաչի Հիսուսին։ Լսեք թանկագիններ, երբ որ Աստվածաշունչը ասում է Հիսուսն է կյանքը, դե գիտեք ինչա նշանակում, որ ինչքան օրհնություններ կա, երջանկություն կա, հավիտենական կյանք կա, հավիտենական վարձատրություն կա, երկնային պսակ կա, հավիտենականության մեջ Տիրոջ մեջ ապրել կա, այդ կյանքի մեջն է բովանդակվում։ Որովհետև Քրիստոսով է, որ մենք արժանանում ենք երկնային արքայությանը ժողովուրդ ջան։ Ամեն թանկագիններս, հաղթիր քո հին մարդուն եւ ամեն բան քո առաջ կխոնարհվի։ Մենակ թե հաղթիր քո հին մարդուն, ուղղակի էսի չի վերաբերվում այն մարդկանց, որոնք աշխարհի կյանքում զբաղվել են կախարդությամբ, իրանք ազատագրման ընթացք պետք է անցնեն։ Ամեն թանկագիններս, դու կարող ես հիմա ուզում եմ մի հատ հռչակում անենք իրար հետ։ Պատրաստ եք։ Ահա։ Եկեք մեր աչքերը փակենք, գլուխներս կախենք։ Ո Տեր իմ Աստված, ես խոստովանում եմ, որ ես չեմ կարող առանց քեզի հաղթել մեղքին։ Տուր ինձ զորություն, Սուրբ Հոգի, հաղթելու մեղքին։ Տուր ինձ զորություն իմ մեջ եղած մեղքին, սխալներին, թուլություններին հաղթել։ Տուր ինձ այդ զորությունը, Տեր։ Ես խոստովանում եմ, որ ես չեմ կարող առանց քեզ հաղթել մեղքին։ Շնորհակալ եմ Սուրբ Հոգի, որ դու իմ մեջն ես, շնորհակալ եմ, որ դու ինձ զորացնում ես եւ իշխանություն ես տալիս հաղթելու մեղքին։ Հիսուսի անունով, ամեն։ Ուզում եմ ծափահարենք Տիրոջ։ Հալելույա։ Հիմա մի հատ հետաքրքիր իրավիճակ եմ հիմի ուզում ներկայացնեմ ձեզի, մի հատ էթալյանք երազի մեջ։ Կասեք ես ինչ եմ խոսում։ Պատկերացրեք գեդեմական պարտեզում ենք մենք։ Փորձեք պատկերացրեք։ Ես կարամ մի բան ասեմ, որ սատանան պրոֆեսիոնալ գովազդող է։ Պրոֆեսիոնալ։ Նայեք թանկագիններ, պատկերացրեք Ադամը Եվային ասել է, որ այս ծառի պտղից չուտես։ Ասել է այս ծառի պտղից չուտես։ Ու գիտեք Եվան անցնում է եդեմական պարտեզով ու այդ ծառին հերվից տենում է։ Ու գիտեք մի հատ միտք է գալի իրան, ասում է շատ լավ պտուղ է, շատ գեղեցիկ ծառ է, մի քիչ մոտիկից լտես։ Հաջորդ անգամ անցնելուց ինքը ավելի մոտիկից է նայում այդ ծառին։ Ու գիտեք մի հատ միտք է տալում դևը։ Ասում է ինչա պտուղը չհավանեցի, ծառը գեղեցիկ չէր, ինչա մոտեցի լտինանք, հասկնանք, միգուցե ինչ որ բան ստացվի։ Ու գիտեք Եվան հաջորդ անցնելուց մոտենում է ծառին շատ մոտիկից ու պտուղը տենում ու մի անգամից ախորժակը անտանելի աշխատում։ Չէ, ես հավատացեք, ես այն ինչ որ Եվան զգացե, կարանք այդ նույնը հենց այս վարքյանին մենք զգանք։ Խնդիր չկա։ Ու գիտեք, հաջորդ անգամ այդ որ Եվան այդ պտղից կերավ, դա մի օրվա աշխատանք չէր, դևերի կողմից։ Միգուցե ամիսներ, միգուցե տարիներ։ Բայց գիտեք, թանկագինս, երբ որ հաջորդ անգամ անցնում է, ասում եմ, մի հատ փորձա շատ լավն է, իմաստուն կդառնաս։ Միթե Աստված ասել է, որ այս պտղից չուտես։ Գիտեք, թանկագիններ, մեղքն էլ է այդ ձև։ Մեղքը այդ ձև է, ու գիտեք, անեծքը մտավ աշխարհ։ Ինքը կերավ ու տվեց ամուսնուն, ու մեղքը մտավ աշխարհ ու գնաց սերունդներից սերունդ ու հասավ մինչև մեր օրեր։
թանկագինս, այսօր Տիրոջ հոգին քո մեջ է բնակվում, որպեսզի դու իշխես մեղքի, ոչ թե մեղքը քո վրա իշխի։ Որ չլինի, թե մենք ինչ որ բաներ կա, որ պետք է չանենք ու չկարանանք չանենք։ Պարզ ասում եմ ժողովուրդ ջան։ Տղեր պարզ խոսում եմ, հա։ Թանկագիններս մի թույլ տվեք, որ սատանան այն տաղանդներն ու շնորհները, որ կա ձեր մեջ գողանա։ Ամեն։ Ասա ես արթնության մարդ եմ։ Իմ միջոցով գավառը արթնանալու է։ Իմ միջոցով իմ ազգատոհը փրկվելու է։ Ամեն։ Միտեղ էլ կարդանք եւ ավարտենք։ Առաջի Կորինթացիս 15:31։ 15:31։ Ասմա, քանի որ վկա եմ բերում այն պարծանքը, որ ձեր վրա ունեմ։ Որ ձեր վրա ունեմ Հիսուս Քրիստոս մեր Տիրոջով, որ ես ամեն օր մեռնում եմ, ամեն օր։ Այսինքն ինքը ամեն օր ինչ էր անում, ժողովուրդ ջան։ Ամեն օր ինքը սխալներ եւ մեղքեր էր իր բերում Տիրոջ առաջ, ապաշխարում էր ինքը ամեն օր։ Ամեն օր ուշադրություն դարձրու քո եւ Սուրբ Հոգու փոխհարաբերությանը։ Ամեն օր ուշադրություն դարձրու քո եւ մարդկանց փոխհարաբերությանը։ Ամեն օր աշխատիր քո հավատի վրա, ամեն օր աղոթիր, որ հայտնություն ստանաս։ Ամեն օր աղոթիր, որ միշտ մնաս խոնար եւ չհպարտանաս։ Եվ մի տեղ էլ ուզում եմ նայենք Հռոմեացիս 8:13-ը ու աղոթենք։ Թող պարաբանությունը գա, պարաբանության խումբը։ 8:13 Հռոմեացիս 8 Ինչի վրա եմ ուզում ժողովուրդ ջան ստե կանգնենք։ Հռոմեացիս 8-րդ գլուխ 13-րդ խոսքը։ Ասում է վասնզի եթե մարմնավորապես ապրելու լինենք, պիտի մեռնենք։ Դուստեք։ Ինչ է նշանակում մեռնել։ Ես ուզում եմ այս բառի վրա կանգնենք։ Մեռնել նշանակում է, ժողովուրդ ջան, սկզբից դու կմահանաս հոգևորապես։ Հետո ֆիզիկապես։ Սկզբից կմահանա քո շունչը։ Հետո քո մարմինը կմահանա։ Ինչ է նշանակում մահ թանկագիններ։ Մահ նշանակում է հավիտենականությունը անցնել դժոխքում։ Դու այստեղ եք։ Միած թե բարկո նարեկնել այդ բառի վրա կանգնավ։ Ասում է, քանի որ եթե մարմնավորապես ապրելու ենք։ Գիտեք եթերը ինչն է։ Դու ես որոշում մարմնավորապես ապրես թե հոգևորապես։ Դու այստեղ եք։ Դու ես որոշում ապրես մարմնավորապես թե հոգևորապես։ Մարմնավորապես ապրեցի դժոխք ես հալու։ Դու այստեղ եք։ Քանի որ եթե մարմնավորապես ապրելու լինենք, պիտի մեռնենք։ Ինչ է նշանակում մարմնավորապես ապրել։ Մարմնավորապես ապրել թանկագինս նշանակում է ապրել մարմնի կամքը կատարելով։ Հոգնակ թե ստեք ժողովուրդ։ Եթե ստեք մի հատ հասկանանք, որ չեք քնե։ Կարևոր բան եմ ասում ժողովուրդ ջան, եթե մարմնավորապես ապրելու լինենք, պիտի մեռնենք։ Բայց եթե հոգով մարմնի գործերը սպանենք, պիտի ապրենք։ Դու գիտես, որ Աստված քեզի կանչել է սպանելու։ Դու գիտես, որ քո ձեռքում մի հատ սուր կա, որ դու պետք է դրանով սպանես, արյուն թափես։ Գիտեիր, թե չէ։ Ու այդ սրով պետք է դու սպանես քո մարմնի ցանկությունները։ Եթե դու
չսպանես հոգով, քո մարմնի ցանկությունները դու մահանալու ես։ Լսեք թանկագիններ, կամ դու ես մահվանը հաղթելու, կամ մահն է քեզի հաղթելու։ Այստեղ մեջտեղում կա մի հատ եթե դու ամբողջ ուժով պատերազմես, դու կհաղթես։ Այստեղ եք թանկագիններս։ Հալելույա։ Հալելույա։ Փառք Տիրոջը թանկագիններս։ Մենք ի՞նչն ենք սպանում։ Մարմնի ցանկությանը, սուլությանը եւ չենք թողնում, որ մեղքի իշխի մեր վրա։ Ամեն ժողովուրդ ջան։ Սուրբ Հոգին ինչ է ցանկանում։ Քեզ սովորեցնել քանդելու այն պատնեշները, որոնք հանդիպում են քո ճանապարհին, այն խնդիրները։ Ով է հաղթող ժողովուրդ ջան։ Նա է հաղթողը, ով որ նոր տարածքներ է գրավում եւ խլում է սատանայի ձեռքից։ Օրինակ, եթե դու չներում ունես ու կարողանում ես ներել, դու նոր տարածք գրավեցիր։ Եթե դու լցված ես Սուրբ Հոգով, Տիրոջ զորությունով, դու միշտ կպատերազմես ու միշտ կհաղթես։ Ամեն ինչ պարզ է ժողովուրդ։ Եթե դու լցված ես Սուրբ Հոգով ու Տիրոջ զորությունով, դու միշտ կպատերազմես ու միշտ կհաղթես։ Սատանան ամենաշատը վախենում է հավատքով հռչակված խոսքերից։ Ամեն։ Հավատքով հռչակված խոսքերից։ Այնպես որ եթե սիրտդ կլցվի հավատքով, մի դադարիր հռչակելուց։ Ես եւ իմ տունը Տիրոջն ենք ծառայելու։ Իմ երեխեքը լինելու են աստվածավախ, կրթված եւ ծառայողներ են դառնալու։ Մի դադարիր թանկագինս, հռչակա որ իմ քաղաքը փրկվելու է, իմ գյուղերը փրկվելու են։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Եկեք ծափ